հասկացանք էլի։ Հասկացանք, չափի մեջ, ասենք, այս չափը չի կարելի, այդքան տեղ չկա, շատ եք լոճվում։ Երևանի ավականու տարեվերջյան նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսպես էր սաստում ընդդիմադիրներին։ Մայր Հայաստան եւ Հանրային ձայն խմբակցության անդամներն իրար մեղադրում էին իշխանականների ներկայացրած օրակարգը հաստատելուն աջակցելու համար։ Նախագծերից մեկով, օրինակ, մեքենաների կարմիր գծերի տարեկան վճարը նույնը մնաց, չնայած դատական երկուատյաններ թանկացումն իրավաչափ չեն համարել։ Նիստի օրակարգում 31 հարցից միայն 4-ն էր զեկուցվող։ Կարմիր գծերի եւ տրանսպորտի վճարի հարցը չզեկուցվողների շարքում էր։ Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանն ասաց, չնայած իրենց հորդորներին, Հանրային ձայնի անդամները նիստի օրակարգի քվեարկությունը չբոյկոտեցին ու փաթեթն ամբողջությամբ ընդունվեց։ Մենք հայտարարություն արեցինք, չէ՞, մենք ասենք ժողովուրդ ջան, պետք է ամեն բան անել, որպեսզի տապալվի, որովհետև իշխանությունը ունի 32 ձայն։ Ես 9 հոգու համար պատասխան չեմ կարող տալ, բայց մեր խմբակցության հարգարժան քարտուղար պարոն Հարոյանը 2 շաբաթից ավել 60 տարեկան մարդ է, հիվանդանոցում է երկկողմանի թոքաբորբով։ Եթե մեր նպատակը իրապես ՔՊ-ի թալանը տապալելն է, ապա մենք պետք է տեսնենք, որ միջոցն է իրատեսական։ Այո, շատ լավ կլիներ 33-ով այստեղ լինենք, դեմ քվեարկենք, բայց քանի որ ակնհայտ է, որ 33 հոգի չկա, կա մեկ այլ մեխանիզմ, եթե որևէ մեկը չի մասնակցում քվեարկությանը, լինում է թեկուզ եթե լինում է 32 կողմ, միևնույնն է տապալվում է եւ մյուս տարի կունենայինք անվճար աղբահանություն, անվճար ապօրինի թանկացված պարկինգ եւ մնացած բոլոր տեղական վճարները։ Այսպիսով վարորդները եկող տարի էլ կշարունակեն կարմիր գծերում մեքենաները կանգնեցնելու համար 13 անգամ թանկ վճարել։ Նախկին 12,000 դրամի փոխարեն Երևանի կենտրոնում A գոտում ուժի մեջ կմնա տարեկան 160,000 դրամը, B գոտում 24,000-ը, տրանսպորտի 150 դրամ ուղևորցնել նույնը կմնա։ Իսկ երևանցիներն աղբահանության դիմաց ոչ թե ըստ բնակիչների քանակի, այլ բնակարանի մակերեսով կշարունակեն վճարել։ 1 քառակուսի մետրի դիմաց 13 դրամ։ Հանրային ձայնի անդամ Արտակ Դավթյանը հեգնելով ընդդիմադիր Սամվել Հակոբյանի պնդմանը, թե իրենք ծախվել են, հարցնում է, այդ ոնց են ծախվել, որ նոր է բանտից դուրս եկել ու դեռ վարչական հսկողության տակ է։ Կուսակցության գրասենյակներն էլ կապարակնքված են։ Ինքն էլ մյուս ընդդիմադիրներին մեղադրեց։ Ունենք նախնական պայմանավորվածություն, որ բոլորս գալիս ենք։ Որպեսզի խնդիրը լուծվեր, պետք էր առաջինը турքերի հարցը դառնալ չզեկուցվող, այսինքն 33 հոգի մտի քվեարկեն, դառնալ չզեկուցվող, որից հետո կամ կբոյկոտեինք դա, կամ դեմ կքվեարկեինք։ Բայց ամբողջ բնակները համար, որ իրանցից 9 հոգի չեկեն նիստի, Մայր Հայաստան եւ ազգային առաջընթաց։ Ընդհանուր 9 հոգի չեկե, այն որ ասում են մի հոգի մեր բազանից հիվանդ է, եթե մի հոգի լիներ խնդիրը, կարայինք էլի քննարկենք բոյկոտի տարբերակը։ Բայց 9 հոգի ձեզանից չի գալի, դուք հիմա եկել եք, մեզի ասում եք ինչ, ասում եք որպեսզի այդ հարցը չանցնի, այն 21 հարցը նույնպես չենք անցկացնում։ Այսինքն դուք չեք կարողանում ինքներդ կազմակերպվեք, չեք կարողանում ձեր մարդկանց բերեք, գալիս եք մեզ էլ օրակարգ եք թելադրում։ Առաջարկում եմ քվեարկել։ Մայր Հայաստանից հիշեցնում են կարմիր գծերի թանկացումը նախորդ տարի չէր ընդունվի, եթե Հանրային ձայնից անկախացած մեկ հոգին իր քվեարկությամբ չաջակցեր իշխանությանը։ Նախագիծն ընդունվել է։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Լևոն Լևոնյանն ու խմբակցության ղեկավար Արման Գալջյանն ասում են դատարանի վերջնական ուժի մեջ մտած վճիռ չկա, քաղաքապետարանը բողոքարկումների փուլում է։ Պնդումներն էլ որ դիտավորյալ են բողոքարկում, իշխանականները չեն ընդունում։ Բողոքարկման իրավունքը դա քաղաքապետարանի իրավունքն է եւ հնարավոր չէ քաղաքապետարանին մեղադրել իր բողոքարկման իրավունքից օգտվելու համար, որովհետեւ քաղաքապետարանը համաձայն չէ այդ որոշման հետ։ Թիմի մասին օրենքով եւ մի շարք այլ օրենքներով սահմանվում է ավականու գործունեության ոլորտները եւ պետական եւ քաղաքային турքերի սահմանման եւ վճարների սահմանման որոշումները, լիազորությունները տրված են ավականուն եւ ավականին արդեն իսկ որոշել է եւ հետեւաբար չի կարող նման վճիռը համարվել ոչ իրավաչափ։ Նիստի ընթացքում պարբերաբար լեզվակռվի էին անցնում նաև Մայր Հայաստանն ու քաղաքացիական պայմանագրի հետ կոալիցիա կազմած Հանրապետություն խմբակցությունը։ Դահլիճից բղավողներին Ավինյանը սաստում էր կրկին բղավելով։ Ու շարունակեք ողջևորվել ժողովուրդ ջան, նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակներ։ Շատ եք լոճվել, հարգելի գործընկերներ, ու այս ձեր լայքը հեսա կնեղացնենք։ Մեր ապեստությունը, մեր հանգստությունը, մեր զսպվածությունը իրականում խառնում են շահային բաների հետ։ Ապերավատ լնողներին, հեն ովքեր որ մտածում են, որ իրականում իրանց
Քուչում է լավ լրություն ասեցի։ Այսքան ժամանակ ինքնադրսևորվել եք, հիմա լռեք եւ ուշադիր լսեք։ Ինչ վերաբերում է Տիգրան Ավինյանին, այս արդեն որի-որ անգամ նա ասում է, որ հենց մի բան մենք ենք ասում, ասում եմ պարոն Հակոբյան, ձեր քուչում չեք։ Հիմա քանի որ ինքը տենց ասում, դրա համար եմ կներեք, ես բառամթերք օգտագործում եւ ցիտում, բայց եթե մեր քուչում լինենք, ինքը հաստատ սեղանի գլխին նստած չէր լինի։ Իրանց օգտագործած բառերը, քանի որ ենք տեղից են գոռում եւ միկրոֆոնով եւ եթերով դա չի լսվում, եւ անում են արտահայտություններ, որոնք ոչ եթերային են, եւ քաղաքապետի արձագանքը եթերով լսվում է, բայց իրենցը չի լսվում եւ իրենք օգտվելով այդ հնարավորությունից փորձում են այդ աղմուկը գցել, որ դա քաղաքապետը ստեղծեց, այնինչ որևէ տրամաբանություն չկա, որ հանգիստից լինի, որ քաղաքապետը սկսի այդպես բաներ ասել։ Քաղաքային իշխանությունը երևանցիներին խոստանում էր Աչափնյակի մետրոն հնարավորինս արագ կառուցել։ Դեռ 2024 թվականին շինարարության մեկնարկը խոստացած Ավինյանն այսօր ասաց, դա նորանկախ Հայաստանի ամենաբարդ նախագծերից մեկն է։ Օրինակ, փորձաքննություն ավելի քան 1 տարի է տևել։ 26-ի բյուջեով 2 միլիարդ դրամ է հատկացվելու նախագծի համար։ Այս տարի այդ նույն նպատակով բյուջեից դարձյալ հատկացումներ էին եղել, բայց գումարի մի մասով քաղաքապետարանը 12 մետրանոց 45 տրոլեյբույս է գնել։ Նույն կերպ վարվել է նաև կառավարությունը Աչափնյակի մետրոյի կառուցման համար նախատեսված բյուջեից մոտ $300,000 ուղղել է սահմանամերձ բնակավայրերում ապրողների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցմանը։